Հայկական ժողովրդական հեքիաթ Ոսկու արտը Այս հեքիաթը ես մեր մեծերից եմ լսել, սրանք էլ իրանց պապերից, պապերն էլ հայտնի բան ա, իրանց մեծերից։ Որոշ թագավորի օրով երկու դրկից հարևան են լինում, սրանցից մեկի եզները ձմեռը սատկում են, սա չի կարում ինքը վար անի, այն մեկ էլ հարևանը սրա արտի երեսը մի տարի ժամանակով առնում ա, որ ինքը նրա արտումը վար անի, ցանի, հունձը հավաքի։ Գարունքը, որ բացվում ա, սա գութանը լծում ա, սկսում ա վար անել։ Գութանի խուփը բիրդան մի պղինց ոսկի ա հանում։ Սա լծկանը թողած արորում, վազում ա հարևանին թե. «Աչքդ լուս, քու արտի միջիցը մի պղինց ոսկի դուրս եկավ, արի տար»։ «Չէ», հակառակվում ա հարևանը, «ես արտի երեսը ծախել եմ քեզ, քու գութանի խուփն ա հանել, էդ քու բախտն ա»։ Սա հանա չէ, սա հանա չէ, հարևանները չեն կարողանում հաշտվել։ Ճարները կտրած գալիս են պրոշ թագավորի մոտ։ «Թագավորն ապրած կենա», ասում ա ոսկին գտնողը, «ես այս մարդի արտի երեսն առել եմ, իմ գութանի խուփը սրա արտիցը մի պղինց ոսկի ա հանել։ Ասում եմ արի քու ոսկին առ, չէ ասում ա, ես արտի երեսը ծախել եմ քեզ, քու խուփն ա հանել, քու բախտն ա։ Հիմի մնացել ենք շիվար, մեզ մի խելք սովորացրու»։ «Քանի տարով ես արտի երեսը առել», հարցնում ա պրոշ թագավորը։ «Մի տարով, թագավորն ապրած կենա», ասում ա ոսկին գտնողը։ Թագավորը դառնում ա արտի տիրոջը, թե «Այ մարդ, դու ինչի՞ չես վերցնում ոսկին»։ «Թագավորն ապրած կենա», ասում ա արտի տերը։ «Ասեմ թե ինչի։ Օղորմի քո անցավորած, օղորմածիկ իմ հերը, որ մեռնում էր, ինձ կանչեց, ասեց. ես էսա մեռնում եմ, ժամանակը կգա դու էլ պետք ա մեռնես։ Ինչ կանես չանես, ամա ուրիշի մալ ու դովլաթին աչք չդնես։ Մի բուռ հող, մի կտոր տախտակ, մի գազել կտավն ա մարդու բաժինը։ Բարի անունը ավելի երկար կապրի, քան չար անունը։ Հիմի թագավորն ապրած կենա, ղորթա, հողն իմն ա, ամա աշխատանքը իմ հարևանինն ա։ Դրա համար ա, որ չեմ վերցնում ոսկին։ Պրոշ թագավորն ընկնում ա մտածմունքի մեջ։ Վերջը թե ոսկի գտնող, դու էլ ես արդար, արտատեր, դու էլ։ Իմ կարճ խելքով էնպես պետք ա անեք, որ ոչ քու սիրտը դառնանա, ոչ նրա։ Դու ինչ ժառանգ ունես։ Մինուճար մի տղա, թագավորն ապրած կենա, ասում ա ոսկին գտնողը։ Բա դու արդար հարևան։ Ես էլ մի աղջիկ, թագավորն ապրած կենա։ Աստված ա ձեզ օգնել, էլ ինչ ասեմ, ասում ա պրոշ թագավորը, որ եկել եք իմ ոտքը, ես չէ թե իմ Աստծու վճիռն եմ տալիս։ Գնացեք, պսակեք ձեր տղա աղջիկը, ոսկին տվեք նրանց, թող իրանց քեֆին ապրեն, ձեզ էլ օրհնանք ու օղորմի տան։ Հը, ինչ կասեք։ Ես հոժար եմ, ասում ա ոսկին գտնողը։ Ես էլ եմ հոժար, ասում ա արտի տերը։ Հարևանները ուրախ սրտով գալիս են տուն, իրանց ոտքերանցը պսակում, 3 օր, 3 գիշեր հարսանիք անում։ Թե մինչև այդ դրկից հարևան էին, հորեսդենը դառնում են ոնց որ հալալ աղբեր։ Արտի անունն էլ դնում են ոսկի արտ։ Դե հարևան էլ կա, հարևան էլ։